Օրինակները բավականին տարբեր են բերում, անիվի ճակատագիրը, հա, ճակատագրի անիվը, ասենց ասեմ, 10-րդ արկանն է։ Արխետիպը էներգիաների, եթե մարդ պլյուսի մեջ է, այստեղ հոսքի զգացողություն կարող է լինել, մարդը նաև կարող է հասկանալ, որ կյանքը այստեղ ցիկլերի հետ, որովհետև կապ ունի եւ նաև կարմա է։ Նա կարող է հանգիստ ընդունել անկումները եւ այստեղ թռիչքները գիտակցելով, որ դրանք զարգացման անհրաժեշտ փուլեր կարող են լինել իրենց կյանքում։ Իսկ եթե մարդը մինուսում է, այստեղ կախվածություն կարող է ունենալ հաջողությունից կամ ինչ-որ բախտից։ Մարդը այստեղ կարող է սպասել, որ ինչ-որ արտաքին ուժ կամ ինչ-որ ճիշտ գործողություն, այսինքն ռեպոստ, օրինակ, հա, իրեն կարող է բերել հաջողություն։ Սա հենց կարմայի, կոպիտ ասած, լոտոյի սինդրոմն է այդպիսի մարդկանց մոտ, որտեղ հենց անձը կարող է զրկել իրեն սեփական կյանքը կառավարելու իր հնարավորություններից։ Ընդհանրապես, ինչպես դուրս գալ կարմայական, այս ռեպոստային մտածելակերպից։ Այստեղ իրական հենց պլյուս 100-ը ոչ թե ձեր սոցիալական ակտիվությունն է, այլ ձեր գիտակցության մակարդակն է, թե դուք ընդհանրապես ինչպեսի մակարդակ ունեք գիտակցային, հա։ Ոցակեր։ Այստեղ դուք նախ պետքա ճանաչեք ձեր ստվերը, այսինքն ինչ է ձեզ ամենաշատը զայրացնում ուրիշների մեջ։ Սա շատ կարևոր է, որպեսզի դուք սա հասկանաք, ընդունեք այս ձեր մութ կողմերը, այնտեղ, որովհետև կարող է թաքնված լինել հենց ձեր չլուծված կարմայական խնդիրը, որ գալիս է անցյալից։ Երկրորդը, դադարեք լինել զոհ, կարման ոչ թե աստվածային պատիժ է, այլ այստեղ ձեր իսկ անցյալի մտքերի, գործողությունների արձագանքն է։ Ահա, այստեղ պետքա դուք փոխեք ձեր այդ արձագանքը, փոխելով ձեր ապագան։ Երրորդը դա պատասխանատվությունն է, որպես ազատություն, երբ դուք ընդունում եք, որ դուք ինքներդ, հա, եք ձեր կյանքի տերը, եւ այստեղ ճակատագրի մատրիցայի հեղինակը, եւ այստեղ դուք կարող եք դադարել վախենալ վատ կարմայից եւ սկսում եք ստեղծել ձեր գիտակից իրականությունը։ Դուք պետք է հիշեք, որ ոչ մի վիրտուալ ռեպոստ չի մաքրի ձեր հոգու արխիվը այնքան, որքան ազնվությունը, խոսակցությունը ինքներդ ձեր հետ, երբ դուք ընդունում եք ձեր թուլությունները եւ աշխատում եք նաեւ ինչու՞ չէ դրանց վրա։ Կարման սեր է, որը պահանջում է հասունություն։